Ձեր առօրյան շատ հետաքրքիր է անցել։ Ու այդ համար հիշում եմ 12 հատ քննություն եմ ընդհանուր հաշվով տվել։ Այ քեզ բան։ Աստիճանի համար հայ լինելը առավելություն է։ Ասած հա դե դուք բոլորի հետ լեզու եք գտնում, չէ՞։ Բնականաբար հայկական համայնքը միշտ օգնում է, դուք գտնում ես միշտ ծանոթի ծանոթներ, դու կարող ես ուղղակի դռներ թակել ու մարդիկ քեզ սիրով կօգնեն։ Կարծում եմ դա հետաքրքիր քայլ կարող է լինել նաև ուսանողների համար, որ իրենց համար մի հատ հստակեցնեն ինչ են ուզում։ Իրանքը կարծում եմ պետք է ղեկավարը, ինչպես օրինակ կազմակերպություններն են ղեկավարվում։ Այլ ինչ որ մի մարդ կարող է ասել ինձ այսքանն են վստահել, ես այսքանս շատ լավ անում եմ եւ վերջ։ Ոչ ոք չէր հավատում, որ այդ պրոյեկտը մի օր իրականություն կդառնա։ Հնարավոր էր այդ ամենը հասցնել 24 ժամվա ընթացքում։ Ոնց որ թե պատահական հնարավորությունների շարք լիներ, մեկը մյուսից ավելի հետաքրքիր։ Եթե ուզում ես ինչ-որ մի բան ավելի արագ անել, տվյալ առաջադրանքը դուրս զբաղված մարդուն։ Ընկերներ, բարև ձեզ, դուք դիտում եք UFAR Alumni podcast-ը։ Մեր այսօրվա հյուրն է Անի Աթաբեկյանը, Բարիեր ընկերությունների խմբի բիզնեսի զարգացման տնօրենը։ Անի ջան, ողջույն։ Ողջույն, շնորհակալ եմ։ Շատ ուրախ ենք, որ դուք էլ միացել եք այն շրջանավարտների ցանկին, որոնք մասնակցում են մեր ոդկասթին։ Իդեպ, եթե դուք նայում եք այս պահին, կարող եք մեկնաբանություններում գրել, թե ով պետք է լինի մեր հաջորդ հյուրը։ Վստահ եմ, համալսարանի աշխատակիցները ուշադիր կնայեն եւ կփորձեն դա կազմակերպել։ Անի ջան, կարող ենք միասին վերհիշել ուսումնառության տարիները եւ որներ են ամենավառ հիշողությունը, որ հիմա սենց մտքով գնում եք, առաջինը հենց դա եք հիշում։ Հիշողությունները շատ էին, բայց երևի թե հենց առաջին դրվագը UFAR-ի հետ առնչման այդ UFAR ընդունելության շրջանն էր, երբ ինչպես շատ ուսանողներ չգիտեի թե ինչ մասնագիտություն եմ ուզում ընտրել, որ համալսարան գնալ, ու բացառման կարգով ընտրել էի տնտեսագիտական ուղղվածությունը, բայց համալսարանի առումով դեռ չէի կողմնորոշվել ու միանգամից 3 ֆակուլտետ դիմեցի՝ ակտուալ մաթեմատիկան պետական համալսարանի, ֆրանսիական համալսարանի մարքեթինգը եւ կառավարումը։ Ու այդ համար հիշում եմ 12 հատ քննություն եմ ընդհանուր հաշվով տվել։ Արդյունքում ասեցի, որտեղ որ բալերը ավելի բարձր կլինեն, այնտեղ էլ կգնամ։ Այնպես ստացված 3-ն էլ առաջի տեղով էին ընդունվել։ Այքեզ բան։ Ու տենց բարդացավ խնդիրը։ Ավելի բարդացավ։ Լավ ստացվեց, որ մարքեթինգով սովորեցի, քանի որ հետագայում մագիստրատուրան արեցի մենեջմենտի ուղղվածությամբ ու շատ լավ իրար համալրեցի։ Փոխլրացրեց կարծես թե։ Իսկ ինչպես է անցել ձեր կարիերայի ճանապարհը։ Վստահաբար մարդիկ էլ որ նայում են, կարող են LinkedIn-ում էլ դա տեսնել, դուք աշխատել եք եւ Հայաստանում տարբեր կազմակերպություններում, այս պահին էլ արդեն արտասահմանում է գործունեությունը ծավալվում։ Կա ինչ-որ sense ընդհանուր թել, որ ուղղորդել է այդ բոլոր ընթացքին։ Այսպես որ հետ եմ նայում, ոնց որ թե պատահական հնարավորությունների շարք լիներ, մեկը մյուսից ավելի հետաքրքիր ու այդ արանքում շատ աշխատանք։ Ես երևի եթե ընդհանրացնեմ, այդպես կարմիր թելը որ կար, որ օգնում էր ինձ առաջ գնալ տարբեր հնարավորություններից հնարավորություն, այդն էր, որ երբեք չէի սահմանափակվում ինձ վստահված գործառույթների շրջանակով, միշտ փորձում էի ավելին անել, եթե ինչ-որ խնդիր էի տեսնում, փորձում էի ինչ-որ համակարգային լուծում առաջարկել։ Ու դրա արդյունքում այդ հետաքրքրության պրպտելու ձգտումի արդյունքում անդադ ինչ-որ բնական զարգացում էր լինում կարիերայում։ Ինչպես օրինակ հենց առաջին փորձս շատ պահատական ձևով, իհարկե մայրիկիս թեթև օգնությամբ հայտնվեցի Pernod Ricard Armenia ընկերությունում 1 ամիս ստաժ էր նախատեսված, բայց ինձ այնքան էր գերել այդ միջազգային բրենդերի աշխարհը, որ անդադ ինչ-որ իդեաներ էր գերարացում, ես անդադ անհանգստացում եմ մարքեթինգի թիմին, ինչ-որ մտքերով, ինչ-որ փորձում էի օգտակար լինեի տարբեր հարցերում ու ստաժի ավարտին ինձ առաջարկեցին մնալ, նոր հաստիք ստեղծեցին ու շարունակեցի այնտեղ աշխատելը։ Հետո որոշեցի, որ պետք է շարունակեմ ուսումս Ժնևում, արդեն մենեջմենտի ուղղվածությամբ, այնտեղ արդեն հայկական համայնքի շնորհիվ կարողացա համ scholarship ունենալ, համ նաև աշխատանք, որով որ ավակյան տանկաժեք զարդերի բրենդի համար էի աշխատում ու կարողանում էի նաև ուսմանս հոգսերը հոգալ։ Այդպես, երբ որ վերադարձա Հայաստան, արդեն պետք է թեզս գրեի, իմ բնավորությանը համաձայն չէի կարող առանց աշխատանք մնալ ու հնարավորություն կար միանալու ՄԱԳ-ի արդյունաբերական զարգացման մի ծրագրի, որը որ զբաղվում էր Հայաստանում հագուստի կոշիկի արդյունաբերության զարգացմամբ։ Միացա իրենց կամորական հիմունքներով, մինչ թեզս կավարտեի, բայց մի քանի ամիս անց ինձ համար նորից հաստիք ստեղծեցին, որ միանամ իրենց, մնամ աշխատեմ։ Շատ հետաքրքիր ծրագիր էր, միջազգային մասնագետների հետ էինք
համագործակցում Իտալիայից դիզայներներ, Գերմանիայից արտադրության մասնագետներ ու փորձում ենք տեղացի մեր արտադրողներին օգնել արտադրանքի որակը բարձրացնել, փորձում ենք արտահանումը խթանել եւ այլն։ Ինչ-որ ժամանակ հետո էլի շատ պատահական արդեն ընկերներիս միջոցով հայտնվեցի Soft Construct ընկերությունում ու այնտեղ ուղղակի զրույցների արդյունքում պարզ դարձավ, որ ֆրանսերեն խոսող մեկին են ման գալիս, ցանկալի է մարքեթինգային գիտելիքներով, քանի որ մտադրություն կար Ֆրանսիայի շուկա մտնել։ Այդպես հարցազրույցներ ունեցա ու միացա իրենց, որ Soft Construct-ում աշխատել եմ 5 տարի ու 5 տարին շատ արագ է անցել, համ թվում է թե 15 տարի էր, որտեղ շատ մեծ դպրոց էր ու այնտեղ հնարավորություն եմ ունեցել աշխատելու միջազգային շուկաների հետ, տարբեր պաշտոնների։ Այդպես դրանից հետո որոշեցի, որ ուզում եմ կտրուկ փոխել իմ կարիերան։ Մտածում էի եւ ինդուստրիան եւ երկիրը որոշ ժամանակով փոխեի։ Ու այդ պահին որոշեցի գրեմ, թե որտեղ կուզենայի աշխատել, ինչ շուկա, ինչ միջավայր, ինչ գոլեգաներ, ինչ պրոյեկտներ։ Այդպես գրեցի ու իմ որպես ուղենիշ օգտագործելով այդ իմ պատկերացումը տեսլականը, փորձեցի այդ բանին ինքներդ ձեզ համար ուղղակի գրել։ Այո։ Որի ավելի հստակ լինի պլանը մտքում։ Ու սկսեցի որոնումներ ձեռնարկել այդ տարբեր շուկաներում, բնականաբար հայկական համայնքը միշտ օգնում է, դու գտնում ես միշտ ծանոթի ծանոթներ կամ զուտ գտնում ես մարդկանց, ովքեր որ կարծում ես քո նման ինչ որ ճանապարհ են անցել ու հնարավոր է քեզ արձագանքեն ու օգտակար լինեն, շատ հետաքրքիր է այդ պիրուդը, շատ հետաքրքիր հետևությունների նաև բերեց, որ դու կարող ես ուղղակի դռներ թակել ու մարդիկ քեզ սիրով կօգնեն, քանի որ կարծում եմ, որ բոլորը գնահատում են, երբ դիմացինը ջանքեր է գործադրում ու փորձում է ինչ-որ բանի հասնել ձգտել։ Այն կարող ենք ֆիքսել, որ դուք ինքներդ ձեզ համար կարծես թե հստակեցրել եք, թե ապագայում կամ ինչ-որ X ժամանակ հետո ինչ տեսակի, ինչ բնույթի աշխատանք եք ուզում ունենալ, բայց կարծում եմ այդ հարցով ձեզ նաև օգնել էր նախկին տարիների աշխատանքային փորձը, փորձելով տարբեր բաներ, հստակեցրիք, թե ինչին եք ուզում հասնել։ Կարծում եմ դա հետաքրքիր քայլ կարող է լինել նաև ուսանողների համար, որ իրենց համար մի հատ հստակեցնեն ինչ են ուզում, ու ըստ դրա արդեն աշխատելով կամ ճակատագիրը դա կբերի կամ ինքնըստինքյան արդեն աշխատանքի արդյունքում նրանք այդ կետին կկարողանան հասնել։ Մի կարևոր կետ նշեցիք կապված ձեր բնավորության հետ, որ չեք բավարարվել արկա աշխատանքային գործառույթներով։ Այլ ինչ որ մի մարդ կարող է ասել ինձ այսքանն են վստահել, ես այսքանս շատ լավ անում եմ եւ վերջ։ Այսինքն այդտեղ ձեզ մոտ հարց չէր առաջանում, որ մեր տիպիկ հայկական իրականությունում ավել գործ անելը չի նշանակում, օրինակ, ավել վարձատրություն, ավել պատասխանատվություններ, բայց որը որ էլի պետք է անել նույն 8 ժամվա ընթացքում։ Ինչպես էր այդ մտածելակերպը այդ պահին։ Իհարկե ոչ ոք չի ստիպում, մենք ենք որոշում ինչքան աշխատել, բայց երբ երիտասարդ ես, մանավանդ առաջնային նպատակը դա փորձ հավաքելն է, հնարավորինս շատ բան սովորելը ու հնարավորինս շատ բան փորձելը։ Այդ պարագայում ինչքան շատ տարբեր գործերի նախագծերի մեջ ինքդ ներգրավես, այդքան ավելի արագ գիտելիքներ կհավաքես ու կարիերատ ավելի արագ կզարգանա։ Իհարկե ամեն մարդ ինքն է ընտրում իր կյանքի առաջնահերթությունները, բայց եթե նպատակ կա սովորելու ու զարգանալու, կարծում եմ նույնիսկ եթե նույն աշխատավարձն է, ինչ որ շատ հաճախ ինձ հետ եղել է, ես ի սկզբանե աշխատավարձի համար չեմ աշխատել, դա եղել է շատ արդյունք աշխատավարձի բարելավումը կամ վերանայումը, քան նախնական նպատակ։ Իսկ ընդհանրապես կյանքը կարծում եմ պետք է ղեկավարել, ինչպես օրինակ կազմակերպություններն են ղեկավարվում, հստակ նպատակով, տեսլականով, պլանավորումով, հետո հետադարձ նայել, հաշվետվություն անել ինքդ քեզ, թե ուր ես հասել, ինչ կարող ես բարելավել։ Ինձ շատ դուր է գալիս, երբ որ կարողանում ես այդ անալոգիան տանել կյանքից դեպի կազմակերպություններ, կազմակերպությունից դեպի կյանք, նույնիսկ պետությունները, իրենք կարելի ասել կազմակերպության նույն պրինցիպներով են ղեկավարվում։ Նույն գործիքակազմով, ճիշտ եք։ Վերադառնալով բիզնեսի զարգացման ուղղվածությանը,
Կարող ենք մի քիչ խոսել հենց այդ գործունեության մասին, ընդհանրապես հենց բարիեր խմբում դուք ինչ աշխատանքով եք զբաղվում։ Ես բացեցի եւ ուսումնասիրեցի հենց լոգո, որ Group Barrier եթե հիմա նայում եք, գրված է 1912։ Ու ստացվում է, որ ընկերությունը հենց այդ թվականից էլ գործունեություն է ծավալում եւ կարծես թե տարբեր ուղղություններով։ Այո, իդեպ որ ասում էի, որ մտքումս գծել էի մի պատկեր, որտեղ որ կուզենամ ինքս հայտնվել իմ կարիերայիս փուլում, շատ անուղղակիորեն ես հայտնվեցի բարերում ու ինչ-որ մի պահի հասկացա, որ դա հենց այն էր, ինչ որ ես ինքս ի սկզբանե փնտրում էի ու կյանքը աշխատանքը ինձ ավտոմատ բերեց այդ կետին։ Բարիերը ֆրանսիական, բայց միջազգային կազմակերպություն է, ընտանեկան է, 4-րդ սերունդն է հիմա գլխավորում խումբը, մոտ 1.5 միլիարդ եվրոյի շրջանառություն ունի ու իրենց ներկայացնում է հյուրընկալության ոլորտում գործող խումբ, որը որ ունի 20 հյուրանոցներ, հիմնականում լյուքս եւ ուլտրա լյուքս դասի մեջ, ունի 33 խաղատներ, հիմնական Ֆրանսիայում, բայց նաև Ֆրանսիայից դուրս, եւ 150-ից ավել ռեստորաններ, ինչպես stand-alone, ինչպես ասում են, առանձին գործող, այնպես նաև մյուս հաստատություններում գործող ու հյուրընկալության էկոսիստեմայի մեջ մտնող տարբեր այլ գործունեություններ, սպա, գոլֆի թենիսի ակումբներ եւ շատ այլ գործունեություններ, նաև production, շոու եւ թատրոնի ներկայացումների մոտ տարեկան 4000-ից ավել ներկայացում է բեմադրվում ու բարերը եղել է ֆրանսիական resort destination կոնցեպտի հիմնադիրը 1912 թվականին, որը որ իրենց ներկայացնում է հանգստի ուղղություն, որտեղ որ գտնում ես տարբեր բնույթի activity-ներ, կլինի դա հյուրանոցը, կլինի դա խաղատունը, թատրոն, ռեստորաններ, գոլֆ, թենիս եւ այլն ու այդպես գրուպը զարգանում է սկզբից Ֆրանսիայում, հետո Ֆրանսիայից դուրս։ Այս պահին խաղային ոլորտում բարերը հանդիսանում է Ֆրանսիայի առաջատարը 30% մասնաբաժնով շուկայի ու նաև առաջատարներից է Եվրոպայում։ Իսկ դուք նշեցիք բարիերը հենց ընկերության մասին էր խոսքը, որ այդ ուղղվածությունը զարգացրեց, թե հենց հիմնադիրը։ Հիմնադիրը իրականում 4 սերունդ է իրար հերթափոխել, բայց հենց առաջի սերունդն է, որ դրել է հիմքը բարեր գրուպի, իր մի քանի այսպես iconic destination-ներով, որոնք հիմնականում այն ժամանակ նաև օրենսդրության հետ կապված ծովափնյա հանգստի վայրերում էին, օրինակ Դովիլ, Կանն, նաև Ատլանտյան օվկիանոսի ափին։ Ինչ շատ հետաքրքիր է, թե ինչպես է այդ կազմակերպությունը, որ արդեն 100 տարուց ավել գործունեություն է ծավալում, այնուամենայնիվ մրցունակ մնում։ Շատ լավ հարց է։ Կարծում եմ ցանկացած մեծ ընկերություն անցնում է տարբեր փուլերով, ընթացքում կարևոր է գիտելիքները եւ կուտակված փորձը համակարգել, դարձնել process-ներ, փոխանցել հաջորդ սերունդներին, հաջորդող աշխատակիցներին ու նաև բերել ուժեղ, որտեղ այս պահին խմբի գլխին այո դեռ ընտանիքն է, բայց ընտանիքը հրավիրել է շատ մեծ փորձով մասնագետների կառավարման թիմի, ով որ արդեն նոր դրայվով, նոր փորձառությամբ առաջնորդում է խումբը։ Այսինքն կարևոր է, ինչպես Ֆրանսիայում դա շատ լավ է արվում, պահել վարպետությունը տարիներով եկած, բայց նաև փորձել նորարարություններ մտցնել կամ կառավարման ոլորտում, համ առաջարկող ծառայությունների ոլորտում եւ միշտ հետևել շուկայի զարգացումներին։ Եթե խոսում ենք բիզնեսի զարգացման մասին ապագայի տեսլականով, այնուամենայնիվ գոյություն ունի մարքեթինգը, գոյություն ունի վաճառքների աշխարհը, ընդհանրապես այդ աշխատանքը ինչպես է տարանջատվում։ Եթե business development-ը մտածում է ապագայի մասին, արդյոք վաճառքները միայն զբաղված են ներկայի վաճառքային հարցերով։ Եթե շատ կարճ ձևակերպենք, կարծում եմ այո, վաճառքի մարքեթինգը շատ մեծ եւ բազմազան ոլորտ է, բայց ամեն դեպքում ավելի ուղղված է դեպի բրենդը, դեպի ճանաչելիությունը ու նաեւ դեպի օպերացիոն
գործընթացներ, ինչպես նաև վաճառքը։ Business development-ը իր մեջ ներառում է տարբեր ասպեկտներ եւ վաճառքից եւ մարքեթինգից, օրինակ business development-ի դեպքում էլ եթե դու փնտրում ես նոր հնարավորություններ զարգացման, դու աշխատում ես նորից լիդեր գեներացնել, շուկաները ուսումնասիրել, process-ները բավականին նման են, դու պետք է համոզես քո գործընկերներին, որ պետք է անպայման քեզ հետ համագործակցեն, պետք է համոզես ներքին նաև stakeholder-ներին, որ պրոյեկտը արժանի է, այո։ Իսկ մարքեթինգը նույնպես նախ բիզնեսի զարգացման համար կարևոր է որ բրենդը ունենա ճանաչելիություն, այսինքն միաժամանակ պետք է աշխատել կոմունիկացիայի վրա եւ արդեն երբ նախագիծը նախագծվում է ու պետք է պատրաստվի մեկնարկմանը, այդ ընթացքում նաեւ ձևավորվում է մարքեթինգային պլանը ու նախնական փուլում նաեւ ներգրաված է լինում մարքեթինգի թմերը։ Իսկ ինչ հմտություններ պետք է ունենա մասնագետը, որ աշխատում է բիզնեսի զարգացման ուղղությամբ։ Լինի դա միջազգային համատեքստում կամ թեկուզ հենց հայաստանյան մեր իրականությունում։ Բիզնեսի զարգացումը տարբեր հմտությունների ու մասնագիտությունների խաչման կետ է ինձ համար, քանի որ ներառում է եւ ֆինանսական, եւ իրավաբանական, եւ օպերացիոն, եւ մարքեթինգային Իրոք պետք է կարողանաս պատկերացում կազմես գոնե այդ բոլոր ոլորտներից, որպեսզի կարողանաս նախագիծը առաջ տանել։ Առաջին հերթին պետք է լավ պատկերացում կազմել կազմակերպության բուն գործունեությունից, քանի որ որպեսզի կարողանաս ինչ-որ բան վաճառես, առաջին փուլը դա վաճառքն է, որ համոզես, որ գործընկերներին դու այն ճիշտ գործընկերն ես, ում հետ պետք է պրոյեկտ անել, պետք է լավ իմանալ կազմակերպությունը եւ իր ուժեղ ու թույլ կողմերը։ Այնուհետև ունենալ բանակցական լավ սկիլեր, հաղորդակցման լավ հմտություններ ու երբ որ արդեն ընդհանուր հայտարարի են գալիս գործընկերոջ հետ, արդեն ասում ենք փաստաթղթարման պայմանագրային փուլ, այդտեղ արդեն շատ կարևոր է կարողանալ նաև ամեն ինչ համակարգել իրավաբանական թմերի հետ, ֆինանսական թմերի հետ, ֆինանսական կանխատեսումների մոդելավորման համար, այնուհետև եթե on-line պրոյեկտ է IT թիմերի հետ աշխատանք, եթե ֆիզիկական պրոյեկտ է դիզայներների եւ ճարտարապետների հետ աշխատանք, այսինքն ինքը շատ բազմաբնույթ գործ է, այդ առումով շատ հետաքրքիր, բայց ես մի բառ կա շատ եմ սիրում orchestrate անել, այսինքն կարողանաս բոլոր թիմերին, բոլոր կողմերին միասին կոորդինացնել, որպեսզի վերջում նախագիծը ստացվի։ Ինձ մոտ նախկինում տպավորություն էր, որ այդ աշխատանքը ավելի շատ կարծես անի անգլերեն ասած ոնց որ chief executive officer-ը, այսինքն հենց գործադիր մարմինը, բայց այնուամենայնիվ կա այդ մոտեցումը, որ տվյալ զարգացման ուղղությունը առաջ է տանում հենց business development-ի թիմը։ Շատ հետաքրքիր նկատառում էր, իրականում բոլոր կազմակերպությունները, չէ՞ որ ունեն առանձին business development team կամ մասնագետներ, շատ տեղերում հենց գործադիր մարմինն է ֆունկցիոն գործառույթը իրականացնում, իր մյուս թիմերի հետ միասին, իր մյուս գործառույթների հետ զուգահեռ։ Մարդ, ով որ աշխատում է զարգացման ուղղված գործում եւ դրա հետ մեկտեղ նաեւ ունի ղեկավար պաշտոն, կարծում եմ ունի նաեւ թասկերի անverջ ցուցակ։ Հետաքրքիր է ինչպես եք դուք պայքարում այդ անverջ ցուցակի հետ եւ ոնց եք ընտրում առաջնահերթությունները օրվա կտրվածքով, ինչի վրա ժամանակ ծախսել եւ ոնց շարունակել աշխատանքը։ Իմ միշտ գոյություն ունի այդ ցուցակը ու ինքը ամեն օր փոխվում է։ Կարևոր է գնահատել առաջնահերթությունները, գնահատում ես ըստ մի քանի կրիտերիաների, թե որոնք են ավելի մասշտաբային պրոյեկտներ, ավելի շտապ պրոյեկտներ։ Վստահ եմ այն մարդիկ, որ ունեն աշխատանք, որը ուղղված է բիզնեսի զարգացմանը, գլոբալ ցանկացած զարգացման գործառույթին եւ դրա հետ մեկտեղ էլ նաեւ ղեկավար են, ունեն հսկա թասկերի մի ցուցակ, որը ամեն 5 րոպեն մեկ շատանում են եւ նամակները, եւ մեյլերը, եւ զանգի request-ները, եւ դրա հետ մեկտեղ էլ task-երը։ Ինչպես եք դուք կարողանում ընտրել ինչի վրա ժամանակ ծախսել, ինչի վրա միգուցե հենց այդ օրը ժամանակ չծախսել։ Շատ հաճախ առաջնահերթությունները իրենց են ընտրվում։ Բնական է պետք է առաջինը ուշադրություն դարձնել վառվող թեմաներին, ավելի կարևոր թեմաներին, ավելի մեծ մասշտաբի խնդիրներ ստեղծող կամ լուծող թեմաներին
Բայց օրինակ ես ի սկզբանե շատ հետևում էի ինքս անեմ ավելի լարակ կլինի կարգախոսին, բայց այդպես այդ մտածելակերպը շատ սահմանափակ է եւ երկար չես կարող այդպես աշխատել։ Կարևոր է ունենալ ճիշտ թիմ, ճիշտ բաշխել առաջադրանքները թիմերի միջև, ունենալ հստակ process, regular պարբերաբար ժողովների, հանդիպումների, առաջնահերթությունների ճշտումներ անելու համար, հասկանալ բլոկերները, փորձել դրանց լուծումներ տալ, ժամանակին էսկալացիա անել ավելի բարձր օղակներին ու զգոն լինել, փորձել ճկուն լինել։ Եթե ուզում եք իրականում դա ժանգլորության նման մի բան է, պետք է ուղղակի շատ ճկուն լինես ու կարողանաս օրվա առաջնահերթությունները առաջ տանել։ Անձամբ ինձ իրոք շատ հետաքրքիր է ինչպես եք դուք կարողացել այդ փոփոխությունը անել, այդ նախադասությունը անձամբ ինձ ծանոթ էր, վստահ եմ շատերին էլ ծանոթ կլինի։ Ես ավելի արագ կանեմ։ Նոր մասնակիցներ, նոր թիմակիցներ են եկել, դեռ պետք է սովորեն, հա ինչ որ բաներ սովորել են, բայց վստահաբար այդ նույն գործը, որը տվյալ անձը կանի 5 րոպեվա ընթացքում, տվյալ աշխատակիցը էլի ամենայն հարգանքով աշխատակցին բոլորը շատ ունակ են, փորձառու մարդիկ են, բայց այդ մարդը կարող է անի լավ կես ժամվա ընթացքում կամ ոչ այդ պահին, իսկ տվյալ հարցը պետք է լուծվի հիմա։ Ոնց է կարողանում այդ դա անջատել կամ ոնց հասկացա արդեն իսկ դա ստացվել է այդ քայլ անելու ցանկությունը անջատել, ինչպես դա եղավ։ Ծուտ կլինի, որ ասեմ ամբողջությամբ անցել է այդ սինդրոմը, բայց երբեմն ուղղակի այլ ճանապարհ չկա, այլ լուծում հարցին չես կարող տալ, քանի որ կան շատ առաջնահերթություններ, շատ task-եր, որ պետք է զբաղվել։ Կարծում եմ, եթե դու վստահես այդ թիմակցին ու նաև ճիշտ ձևով հետևես, հնարավոր է արդյունքին հասնել նույնիսկ ավելի շուտ, քան եթե ինքդ զբաղվեր դրանով։ Այստեղ պետք է ուղղակի ճիշտ ձևով ղեկավարել ռեսուրսները ու նաև ճիշտ ձևով հետևել։ Ինձ շատ հետաքրքիր են այն մշակութային առանձնահատկությունները, որոնց դուք բախվել եք աշխատանքի ընթացքում։ Մենք մեր sense Հայաստանում ապրում ենք, թվում է թե շատ բան գիտենք, բայց այնուամենայնիվ միջազգային կառույցում աշխատելը եւ դրա հետ մեկտեղ միջազգային կամ տարբեր պետությունների գործընկերների հետ առնչություն ունենալը բոլորիս համար բացահայտող է։ Ինչ кейսեր կարող ենք միասին առանձնացնել։ Իմ ամենասիրած թեման է։ Երեք հայերից սկսենք, իմ համար տենց շատ հետաքրքիր դրվագ էր, երբ գնացել էի բարեր տնօրենի հետ հարցազրույցի, ինձ ընթացքում ասաց դուք հայ եք, չէ, շատ լավ է, ասեցի առաջ անգամ է որ ինտերվյուի համար, ինչ-որ հաստիքի համար հայ լինելը առավելություն է, ասաց հա դե դուք բոլորի հետ լեզու եք գտնում, չէ, ու այդ պահին իրոք դրական մեկնաբանություններ, միգուցե այլ դեպքերում հայ լինելը միջազգային համատեքստում այնուամենայնիվ կարող է այլ կերպ մեկնաբանեն, բայց սա այն եզակի տեղին դեպքերից էր, որ այո։ Գիտեք, երևի ինձ միշտ պոզիտիվ մարդիկ են հանդիպել, որովհետև բոլորը հայերի մասին շատ լավ կարծիք են սովորաբար ունենում ու բոլորը անպայման ունեն ծանոթներ, բարեկամներ։ Մի անգամ Եգիպտոս էի մեկնում գործով ու ֆրանսուհի հարևանուհի ունեի, որ մեկնում էր հոգևոր ռիտրիտի, շատ հետաքրքիր կերպար էր ու էլի ուներ ծանոթ հայեր, ասաց դուք առաքյալներ եք, որ եկել եք այս երկիր, տարածվել եք ամբողջ աշխարհով ու սփռում եք լույս եւ ճշմարտություն։ Իհարկե շատ ռոմանտիկ մեջբերում էր, բայց իրական շատ հաճելի է, որ քո ազգի մասին նման կարծիք են ունենում։ Ու երևի մեր մեծ հայերին երբ որ նայում ես, օրինակ Գալուս Գուլբենկյանը, որ իր ժամանակների ամենահարուստ մարդն է եղել ու ասում էին պարոն 5%, որովհետև այդ ժամանակի նավթարդյունաբերական կազմակերպություններին կարողանում էր միմյանց կապել ու արդյունքում ունենալ իր շահաբաժինը։ Ինքն էլ այդ ամենին հասել էր հենց այդ կամրջելու ունակության շնորհիվ, քանի որ գիտեր լեզուներ, կարողանում էր լինել դիպլոմատ եւ լեզու գտնել բոլոր կողմերի հետ լինի թե Եվրոպա, Միջին Արևելք, թե ավելի հեռահար։ Արդյոք ինքը կամ համանման այլ մեծ հայեր կան, որոնք ձեզ համար կարծես մոդել լինեն։ Որովհետև պարոն Գուլբենկյանի դեպքը
շատ նման է ձեր հենց հիմիկվա աշխատանքին կամ տարիների ընթացքում արված աշխատանքին, երբ դուք նոր շուկաներ եք բացահայտում, ելի գործընկերներ եք ներգրավում ու տանում եք կառույցը առաջ։ Շատ պարտավորեցնող համեմատություն էր, բայց կարծում եմ շատ ենք ունեցել։ Այս վերջերս ինձ հետաքրքրում են մեր հայ գործարարները ու կարդում եմ իրենց գրքերը, հենց մեկը Գալուս Գուլբենկյանի գիրքն էր, մյուսը Քրքորյանի, ով որ հենց նաև իմ ինդուստրիայում է գործել։ Այ օրինակ ֆրանսիացիները ունեն էլի շատ տարբերվող գծեր։ Իրենք էլ շատ այդ French excellence հասկացությունը կա, շատ կատարելության ձգտող մշակույթ ունեն ու նաև շատ մանրակրկիտ են վերաբերվում հարցերին, կարող են երկար-բարակ քննարկել, զրուցել, մինչև որ կգան ինչ-որ լուծման կամ ինչ-որ խնդրի հանգուցալուծման։ Ու բացի այդ, կարծում եմ բիզնես բնագավառում, երբ որ համեմատում ես կազմակերպչական մթնոլորտը, իրենք ավելի data driven են, այս պահին իմ համար։ Ֆրանսիացիները։ Այո։ Ամեն դեպքում այն կազմակերպիչները, որտեղ որ ես առիթ եմ ունեցել աշխատելու, շատ են գնահատում դատան, այսինքն որոշումները կայացվում են թվերի հաշվետվությունների հիման վրա։ Այո, հիմնական թվերի վրա ու շատ նաև մենեջմենտն է հիմնված թվերի վրա, պլանավորման, բյուջեի եւ ամենօրյա մոնիտորինգի վրա։ Արդյոք այդ կետով մեզ խանգարում են միգուցե էմոցիաները կամ էմոցիոնալ վերաբերմունքը տարբեր հարցերին։ Այո, առհասարակ մենք սիրում ենք աշխատանքը եւ կյանքը միաձուլել, ինչը ունի իր լավ, բայց նաեւ վատ կողմերը։ Ամեն դեպքում սառը դատելու համար եւ բիզնեսը առաջ տանելու համար կարեւոր է առաջնային վերահսկել ֆինանսական հատվածը։ Բայց այդ կետով միգուցե ես ձեզ հետ չհամաձայնվեմ։ Ես կարծես թե չհավատամ այն գաղափարին, որ աշխատանքը եւ մարդու անձի բնույթը հնարավոր է տարանջատել։ Ես չեմ կարողանում դա ընդունել։ Իհարկե միգուցե մեր իրականությունում դա շատ ավելի սուր կերպով է մեկնաբանվում։ Տվյալ աշխատակցին եթե ասում են, որ այ դու շատ լավն ես, բայց այս հարցերը թերի են արված ու դիմացինը եթե նեղանում է, մենք այդ խնդիրը ունենք, ինչ խորհուրդ կարող ենք մենք տալ հայ ղեկավարներին, որ նրանք նույնպես որոշումներ կայացնելու համար ավելի շատ օգտագործեն տվյալները կամ հաշվետվությունները։ Երևի թե ունենալ թիմ մասնագետներ, ովքեր որ կանեն իրենց գործը ու կապահովեն այն ինֆորմացիայի չափաբաժինը, որ կօգնի ավելի չափված, ավելի թվերով ապահովված որոշումների կայացմանը։ Ինքը մշակույթ է ավելի շատ, որ պետք է ամբողջ կազմակերպության մասշտաբով ներդնել։ Ոչ թե այդ մի որոշման համար հենց այդ մի հաշվետվությունը լինի։ Հա, որ բոլորը առաջնորդվեն առաջինը արդյունքներով, թվերով, որպեսզի կարողանան չափել իրենց արածի արդյունքը, հետևանքները։ Հա, մենք միգուցե ավելի շատ սիրում ենք այդ արդյունքը, թեկուզ մի լավ արդյունք լինի, բայց հենց լավ պատմենք, տեսակ, ինչքան լավ sense կերպով մենք մուտք գործեցինք այս շուկա կամ այս մի հաճախորդը մեզ sense փոխանցում արեց եւ այլն։ Ու դրանից մի հատ մեծ sense մի հատ պատմություն ստեղծել, բայց հետագա հարցերը արդեն դեռ բաց են մնում։ Գիտեք, ինձ թվում է դա ժամանակի հետ է գալիս։ Ինձ թվում է մեզ մոտ շատ բիզնեսներ երիտասարդ են, ի տարբերություն օրինակ այն կազմակերպության, որտեղ որ հիմա եմ աշխատում, ամեն դեպքում 120 տարվա պատմություն ունի։ Ժամանակի հետ բոլոր process-ները ավելի կարգավորվում են ու ամեն ինչ դառնում է ավելի կորպորատիվ կարելի ասել։ Իսկ այդ 120 տարվա ընկերությունը արդյոք նույն արագությամբ է գնում, ինչ 5 տարվա կամ 10 կամ 20 տարվա ընկերությունը։ Բնականաբար ժամանակի ընթացքում աճը, տեմպերը կանգնում են կառուցվածքի մեծության հաշվին, process-ները ավելի դանդաղում են, որոշում կայացումը դառնում է մի քանի մակարդակով է անցնում, բայց ինչքան է տևում, օրինակ, ինչ որ որոշման վրա եք աշխատում, դա շաբաթների հարց է, թե ամիսների հարց է։ Կախված է իրականում նաև մեզանից, միշտ ես ասում եմ ոչինչ անհնարին չկա, ամեն պարագայում կարելի է հարցի լուծում գտնել, եթե process-ով պետք է 1 ամիս սպասել, բայց դու համոզված ես, որ կլինի։ Կարևոր որոշում է, համոզված եմ ձևեր կլինեն process-ները արագացնելու, բայց օրինակ կոնկրետ իմ դեպքում, եթե կա պրոյեկտ, որը որ պետք է հաստատվի, անցնում է նախ տնօրենի հաստատման փուլով, այնուհետև
տնօրենների խորհրդի, անյետև հիմնադիրի ու դրանից հետո արդեն հոլդինգի կոմիտեի, այսինքն պետք է այդ ամենը նախապես հաշվի առնվի, պատրաստվի, երբեմն ներքին շահառուներին ավելի բարդ ու երկար է պրոյեկտը համոզել, քան դրսի գործընկերների, բայց դա խաղի մաս է կազմում։ Եվ ի վերջո, աշխատանք, կարիերա, պաշտոններ, բիզնեսի զարգացում եւ ժամանակ սեփական անձի համար։ Արդյոք այդ բալանսը, work-life balance կոչվածը, գոյություն ունի թե չէ։ Ֆրանսիական համալսարանը մեզ սովորեցրել էր ու որ չունի։ որ պետք է օր ու գիշեր անդադար աշխատել։ Իմ մոտ ֆրանսիական համալսարանից հետո այդ իներցիան շարունակվել է։ Ու ես երբեք ուշադրություն չեմ դարձրել work-life balance-ին։ Չնայած որ իմ համար աշխատանքը եղել է միշտ կյանքի մաս, ինքը կյանքից դուրս չի դիտարկվում ինձ համար։ Ամեն ինչ փոխվեց, երբ որ հայտնվեցի ֆրանսիական մշակույթում ու շատ գնահատեցի, թե ինչպես են իրենք կազմակերպում իրենց կյանքը, ինչպես են կարևորում իրենց սնունդը, ինչպես են կարևորում իրենց սպորտը։ Ասենց անեկդոտի համար ասեմ, որ օրինակ իմ թիմում իմ անմիջական ղեկավարը 12 անգամ skydiving-ի չեմպիոն է, 3 անգամ աշխարհի, 7 անգամ Եվրոպայի։ Եվ դրա հետ մեկտեղել ձեզ հետ աշխատում են գերությունում։ Նախկինում է եղել չեմպիոն, հիմա շարունակում է սպորտը, բայց այդքան ներգրաված է եղել սպորտի մեջ։ Իսկ ազատ ժամանակ որտեղից է ունեցել այդ ամենը անելու համար։ Իրեն գտնում են, որտեվ մանկուց դպրոցից սկսած տարբեր սպորտաձևերով են զբաղվում ու մեծանալով ոչ ոք բաց չի թողնում ու շարունակում է։ Օրինակ իմ ղեկավարի դեպյուտին էլ այս տարի մասնակցել էր օլիմպիական խաղերի իր տարիքակիցների տրիաթլոնին, 60 տարեկան է մոտ։ Ու այդպես բոլորը ու կարողանում են շատ խիտ աշխատանքային գրաֆիկի հետ համատեղել սպորտը։ Ու համատեղել նաև անձնական կյանք, պարտադիր արձակուրդ գնալ, աշխատել վիկենդներին, կտրվել աշխատանքից ու վերադառնալ նոր թափով, նոր ուժերով։ Սա կարծում եմ աշխատանքային էթիկա է, որը որ ավելի բարձր որակ է տալիս համ գործին, համ աշխատանքին, համ կյանքին։ Եվ մի արտահայտություն կա, ասում է, եթե ուզում ես ինչ-որ մի բան ավելի արագ անել, տվյալ առաջադրանքը դուր զբաղված մարդուն։ Համաձայն եք այդ դիտարկման հետ։ Ես կասեի դուր ալարկոտ մարդուն։ Որ ամենակարճ ճանապարհը գտնի։ Ինձ մա ալարկոտ մարդը հստակ կասի ամենաարագ անելու ձևը որն է, բայց չի անի։ Կամ ինքը գիտի ով արագ կանի, կփոխանցի արագ անոր։ Այո, կարողանա դելեգեյթ անել։ Դա էլ լրիվ առանձին ինչ-որ արվեստ է, բայց դա կարծում եմ մյուս էպիզոդի ընթացքում կկարողանանք առանձին էպիզոդ տալ մենակ հենց աշխատանքի դելեգացիայի հետ կապված։ Կարող ենք միասին վերլուծել եւ դուք ներկայացնեք նախագծերից որևիցե մեկը, որ արել եք, որից հետաքրքիր դասեր կարող ենք քաղել։ Այո, կանանցնեմ երևի թե ֆրանսիական շուկա մտնելու պրոյեկտը եւ Soft Construct Group-ում է աշխատում Vibet բրենդի համար։ Այդ ժամանակ նոր էի կազմակերպություն մտել, IT background բացարձակապես չունեի ու պրոյեկտը շատ երկար ժամանակ, մի քանի տարի մնացել էր, քանի որ այլ պրոյեկտներով զբաղված թիմերը չեն կարողանում դրան ժամանակ հատկացնել, չնայած որ առաջնային պրոյեկտ էր համարվում, բայց քանի որ ամբողջ փաստաթղթավորումը ֆրանսերենով է, շատ բարդ ռեգուլյացիայի համար պետք է անել ծրագրավորում, պրոյեկտը մնացել էր։ Մի խոսքով ես միացա ու առաջին գործս հենց դա անալիզ անել եւ սովորել այդ բոլոր տեխնիկական դոկումենտացիաները, թարգմանել դրանք տեխնիկական տասքերի, այնուհետև շատ անկուն գիշերներ եւ շատ երկար ժամանակ անցկացնել ծրագրավորողների հետ։ Մենք խոսում ենք համակարգի ադապտացիայի մասին, այսինքն ծրագրի, հավելվածի ադապտացիայի մասին, ոչ թե օրենսդրական ինչ-որ դոկումենտացիայի, հենց որ հավելվածը, այսինքն տեխնիկական լուծումը ադապտացվի ֆրանսիական շուկային։ Բայց դուք այդ պաշտոնով չեք աշխատում, ինչպես ստացվեց դա։ Հենց դա է, ես միացել եմ որպեսզի օգնեի մուտքը ֆրանսիական շուկա, այդ ժամանակ կար լիցենզիա, բայց չկար տեխնիկական եւ օպերացիոն հիմքը, որի հիման վրա կարող ենք ստանալ թույլտվություն եւ մեկնարկել պրոդուկտը շուկայում։ Ու առաջին խնդիրը հենց պրոդուկտի ադապտացումն էր տեխնիկական պահանջներին երկրի, իսկ Ֆրանսիայում դա շատ բարդ պահանջներ էին, ֆրանսերենով դոկումենտացիայով ու կարիք կար դա թարգմանել
տեխնիկական task-երի միջոցով, նաև հետևել դրանց իրականացումը, ստեղծել թիմ, որի համար շատ ինձ օգնեց ֆրանսիական համալսարանը իդեմս Ասիա Մովսիսյանի ու ստեղծել process-ներ, անել վերապատրաստում թիմերի, հետագայում արդեն օգնել մեկնարկել մեր պարտներների կայքերը եւ գործընկերներից մեկը հենց բարեր գրուպներ, ու այնուհետեւ մեկնարկեցինք մեր սեփական բրենդը Vibet-ը ու թիմով շարունակեցինք արդեն օպերացիոն գործունեությունը։ Դրանից հետո դուք արդեն զարգացման գլխարկը կարծես թե դրեցիք, այսինքն product-ը պետք էր ադապտացնել, դա կազմակերպեցիք եւ դրանից հետո ինչպես եղավ այդ գլխարկների փոփոխումը, որ արդեն զբաղվեիք զարգացման ուղղված գործունեությամբ։ Ինձ սկզբանե հրավիրել էին ամբողջ process-ը համակարգելու համար, այսինքն կառուցել թիմ, օգնել product-ը եւ process-ները ադապտացնել շուկայի պահանջներին, հետագայում արդեն զբաղվել պրոյեկտի օպերացիոն հատվածով, մարքեթինգով ու մնացած օպերացիոն գործընթացներով։ Արդյոք, քանի որ ձեզ մոտ շատ է ստացվել, որ հատուկ ձեզ համար հենց պաշտոն է վերջում ստեղծվել, արդյոք սա էլ է կարծես այդ դեպքերից լիներ, որովհետև կասկածում եմ, որ կա ինչ-որ մի կոնկրետ job title, որ հենց դրա հետ կարող էր լիներ նախկինում։ Ինձ մոտ այնպես է ստացվել, որ հստակ մասնագիտացում, այսպես չի եղել, եղել է տարբեր մասնագիտացումների համակցություն։ Հենց շատ management մասնագիտությունն է կիրառվել, տարբեր իրականություններում, մարքեթինգային կենտրոնացմամբ, եթե ես փորձեմ ինքս վերլուծել, project management, գործընթացների կառավարում, տեխնիկական պրոյեկտների զարգացում եւ այլն։ Ձեր առօրյան շատ հետաքրքիր է անցել, այդ կարող եմ հաստատ ասել։ Չեն ծանծրացել ինչ խոսք է։ Ու հետաքրքիր այն էր, որ այդ պրոյեկտը երբ որ արեց, ոչ ոք չէր հավատում, որ այդ պրոյեկտը մի օր իրականություն կդառնա, ու երբ որ դարձավ, տենց մեծ հպարտություն էր, որովհետև դրա հիման վրա մենք կարողացանք նաև ստանալ լիցենզիաներ ու կայքեր մեկնարկել այլ նմանատիպ եվրոպական երկրներում, օրինակ Իտալիա, Շվեդիա, Նիդերլանդներ, այդ առումով լավ кейս էր։ Հենց դա բիզնեսի զարգացման ինձ թվում է անկյունակարային кейսերից մեկը կարծես լինի։ Օրինակներից մեկը, որ էլի իմ անմիջական գործառնության շրջանակներում չէր, բայց ինձ վստահվեց, այդ ընթացքում կնքել էինք հովանավորչական պայմանագիր Arsenal ֆուտբոլային ակումբի հետ։ Այնպես ստացվեց, որ ինձ վստահվեց այդ միջոցառման կազմակերպման աշխատանքը։ Չեմ զարմանում արդեն։ Պետք էր Էմիրատներ ստադիոնում, Arsenal-ի Լոնդոնում կազմակերպել մեկնարկը հայտնի հյուրերով, երաժշտական ու անիմացիոն ծրագրերով, հյուրասիրությամբ եւ այլն։ Ու զուգահեռ դրան մենք լոնչ էինք անում նաև նոր երկիր էինք մտցնում հավելված ու զուգահեռ դրան նաև արդեն չեմ հիշում ինչեր, բայց մեծ ուրիշ պրոյեկտ ունեինք։ Մեծ նախագիծ։ Շատ հետաքրքիր պերիոդ էր, բայց իհարկե գլուխ բերեցինք իմ մյուս բոլոր գործընկերների համար աշխատանքի միջոցով, բայց օրինակ է նրա, որ եթե կա ցանկություն փորձել նոր բաներ կամ հանձն առնել հետաքրքիր ծրագրեր, միշտ այդ հնարավորությունները կարող են գալ։ Դրա հետ մեկտեղ ունեիք թիմակիցներ, որ ձեզ նաև օգնում էին։ Ես չեմ պատկերացնում, որ հնարավոր էր այդ ամենը հասցնել 24 ժամվա ընթացքում, ունենալով 24 ժամ օրվա կտրվածքով։ Իհարկե, թիմը շատ կարևոր է, եւ անմիջական թիմը, եւ նաև տրանսվերս թիմերը, ովքեր մարքեթինգի եւ մյուս բաժինները, ովքեր որ օգնում են ամբողջ պրոյեկտին, բայց բնականաբար պետք է լինի մեկը, ով որ կապում է բոլոր օղակներին եւ արտաքին եւ ներքին, իսկ դա հիմնակարային գործ է։ Մենք փաստացի բիզնեսի զարգացումից այնուամենայնիվ եկանք հենց կառավարմանը, ես կառավարում եմ սովորել ու շատ ուրախ եմ այդ փաստից։ Այո, կառավարումը ես հետաքրքիր է, երբ որ երիտասարդ էի մտածում էի, որ ոչ կոնկրետ մասնագիտություն է ու երբ որ սովորում ես կառավարում, ոչ մի բանի մասնագետ իրականում չես դառնում, այդպեսի դիտարկում ունեի, բայց հետո հասկացա, որ կառավարումը նույնքան կարևոր մասնագիտություն է, ինչքան որ մյուս նեղ մասնագիտական
մասնագիտությունները, քանի որ եթե չլինեն մարդիկ, ովքեր որ կհամակարգեն մյուս մարդկանց, մյուս օղակների աշխատանքը, տեղից չենք շարժվի։ Շատ ճիշտ համեմատություն հենց այդտեղ կարող ենք տանել օրկեստրացիայի գաղափարի հետ։ Կա կոմպոզիտորը, կան երաժիշտները, աշխարհի լավագույն երաժիշտները, որոնք այնտեղ հավաքված են, բայց այնուամենայնիվ գալիս է դիրիժորը, որ ինքը պետք է ասի, թե ինչ ռիթմով, ինչ տեմպով պետք է տվյալ ստեղծագործությունը մարդիկ նվագեն։ Միանշանակ։ Եվ խոսելով բարիեր ընկերությունների խմբի մասին, այս պահի դրությամբ ինչ տեսակի նախագծեր եք դուք իրականացնում։ Ես միացել եմ կազմակերպությանը 1.5 տարի առաջ, կարելի ասել դեռ համեմատաբար նոր է, ու մինչ այժմ մենք նախագիծ ենք պատրաստում մեկնարկել, ստորագրել ենք Բալկանյան երկրներից մեկում, հենց այս պահին public tender պետական տենդերի ենք մասնակցում Պորտուգալիայում մեծ պրոյեկտի համար։ Պետական տենդեր առաջին անգամ եմ լսում, շատ հետաքրքիր է։ Կոնսեսիոններ են պետական, այսինքն պետությունը վստահում է, նախ պետությունն ասետները entertainment հաստատությունների պատկանում են պետությանը ու երկարաժամկետ տրվում է օպերատորների, որոնք արտվարձակալության կարծես վերցնեն, թե կառավարման համար ավելի շատ։ Կառավարման համար ու դրա դիմաց վճարվում է տարբեր մակարդակների վարձ, այսպես ասված, եւ fix եւ variable փոփոխական վարձ։ Եվ փոփոխական ու նաև մեծ օգնություն է, օժանդակություն է հատկացվում համայնքին։ Իմաստը նա է, որ տվյալ հաստատությունները աշխատացնելով պետական ասետները, պետական գույքը, նաև կարողանան contribute անեն, աջակցեն համայնքներին։ Եվ այդ նախագծի մասով Եվ այդ նախագծերից մեկը դա է, իրականում հիմա նախագծերը, որ զբաղվում են, շատ տարբեր բնույթ են, կան ներդրման նախագծեր, համաներդրման նախագծեր, պետական տենդերներ, ինչպես նշեցի, կան նաև մասնավոր տենդերներ, աշխարհի տարբեր ծայրերում, pipeline-ում մոտ մի քանի տասնյակ պրոյեկտներ են, հնարավորություններ են բոլոր տարբեր этаպների վրա, ու բավական երկար ժամանակ է անցնում, մինչ պրոյեկտը կոնկրետացվում է ու հանգուցալուծվում է։ Այս բանին նաև պայմանագրային փուլում ունենք ծրագիր, որը որ մեր հիմա ներկայիս արկա շուկաներից մեկում է։ Իսկ հենց հաշվի առնելով pipeline-ի մեծությունը եւ այն բոլոր նախագծերը, որ միաժամանակ իրականացվում են, կազմակերպությունը ինչպես է ընտրում առաջնահերթությունները, որի վրա ռեսուրս, գումար, թիմակիցների ջանքներ դնել։ Մեր այս պահին կազմակերպության օրինակով, քանի որ ղեկավարումը փոխվել է մոտ 2 տարի առաջ, բավականին երիտասարդ է բիզնեսի զարգացման այս ճյուղը, սկզբից մոտեցումը օպորտունիստիկ էր, այսինքն մենք բաց էինք բոլոր հնարավոր առաջարկներին, մոնիտորինգ էինք անում բոլոր շուկաները եւ բաց էինք բոլոր տեսակի հնարավորություններին։ Հետաքրքիր է, զբաղվում ենք դրանով։ Այս պահին ես փորձում եմ մշակել ռազմավարություն ավելի երկարաժամկետ, որպեսզի ունենանք կրիտերիաներ, շուկաների ու նաև բիզնես մոդելների հետ կապված, կարողանանք ավելի հեշտությամբ ֆիլտրել մեզ հետաքրքիր պրոյեկտները, հետաքրքիր են առումով, որ ավելի aligned, այսինքն ավելի համահունչ, համապատասխան կլինեն կազմակերպության նպատակներին, ու արդեն ինքներս փորձենք թիրախավորենք, այլ ոչ թե սպասենք, որ հնարավորությունները գան հասնեն մեզ։ Կարծես սա նույն համեմատությունը լինի, ինչ դուք արել էիք մասնագիտական այդ հաջորդ ճանապարհի հետ կապված, բայց արդեն այս դեպքում մեծ հսկա կազմակերպության համար հստակեցնել նույնիսկ զարգացման, թե որ տեսակի զարգացման ճանապարհով ենք մենք ուզում քայլել առաջ, ու ըստ դրա այդ ճանապարհներից արդեն որևիցե մեկը կընտրվի կամ համանման նախագծերին նոր դուք ուշադրություն կդարձրեք։ Քիչ համեմատություն էր, բայց միշտ ավելի հեշտ է, երբ ունես դիմացդ պատկերը, վերջնապատկերը, կառուցես այդ քայլերը, որոնցով պետք է հասնես քո նպատակին, քան թե փորձել ընթացքում հասկանալ ինչպես կառուցել։ Ես ինձ համար որպես մի մեծ կարևոր բացահայտում կարող եմ հստակեցնել, մեր մարդիկ, որ նայում են, կարող են գրել, թե ինչ հստակեցումներ իրենք պատկերացրին, ինչ ինսայթներ ստացան, այն էր, որ բիզնեսի զարգացման աշխատանքի մեջ շատ մեծ կարևորություն ունի կառավարումը։
եւ կարծես դա լինի հենց կառավարման օրկեստրացիան ընկերությունը առաջ տանելու տեսանկյունից։ Մարքեթինգը վաճառքները փոքրիկ sense ճյուղիկներ կարծես լինեն այդ մեծ կարևոր գործի մեջ։ Իմ սեփական համեստ կարծիքով։ Գուցե այսօր շատ խոսեցինք business development-ից, դրա համար մի քիչ ավելի այսպես կարևորվեց, բայց կարծում եմ բոլոր գործընթացները, գործառնությունները կազմակերպության շատ կարևոր են, որոշները ուղղված են ներկայիս գործունեությունը ավելի լավացնելու, ավելի արդյունավետ դարձնելուն, մյուսները ուղղված են հետագա զարգացման քայլերին։ Ես միշտ մի համեմատություն եմ բերում production team-երը կամ team-երը, որ հիմա սերվիսի մատուցման վրա են աշխատում, այնպես են անում, որ մենք վճարվենք հիմա։ Բիզնեսի զարգացման, վաճառքի, մարքեթինգի թիմերը այնպես են աշխատում, որ վճարվենք ամիսներ անց կամ հենց business development-ի գծով տարիներ անց, այնուամենայնիվ գործունեությունը ակտուալ լինի։ Այո, այս առումով պետք է զինված լինել մեծ համբերությամբ, որովհետև պրոյեկտները կարող են շատ ժամանակ, շատ երկար տևել ու նույնիսկ մարդիկ մտածեն, որ երբեք իրականություն չի դառնա, բայց այն պահը, երբ որ տեսնում ես, որ պրոյեկտը վերջնականապես իրականացավ, դա շատ լավ զգացողություն է ու ինքդ քեզնից շատ գոհ ես լինում։ Շատ կարևոր խորհուրդ է բոլորի համար։ Եվ ամենավերջում, որը կլինի ձեր մեկ խորհուրդը ֆրանսիական համալսարանի ուսանողին։ Համընդհանուր կերպար վերցնենք ուսանողին, դա կարող է լինի դիմորդ, կարող է լինի մի մարդ, որ արդեն իսկ ավարտել է, բայց հեշտ ասելու համար, որը կլինի խորհուրդը մեր ֆրանսիականի ուսանողին։ Երևի թե խորհուրդ կամ խորհուրդներ, որոնք ինքս ինձ կտայի, եթե լինեի դեռ ուսանող կամ իմ կարիերայի նախնական փուլերում, երբեք չվախենալ, դնել մեծ նպատակներ ու երբեք ջանք չխնայել լավագույնս անելու այն ինչ որ ձեզ վստահվում է, քանի որ միայն այդ կերպով կոմֆորտի զոնայից դուրս գալով կարող ես հասնել ավելիին, գնալ առաջ ու չվախենալ դռներ թակել, որովհետև ինչպես նշեցի ընթացքում, մեզ թվում է թե շատ վախենալու է մարդկանց դիմել ինչ-որ հարցերով, բայց հակառակը մարդիկ միշտ ավելի պատրաստակամ են օգնել, երբ տեսնում են, որ դիմացինը ունի ինչ-որ նպատակներ, ձգտումներ ու պատրաստ է նաև ձեզ օգնել։ Անի, շատ շնորհակալ եմ այս ջերմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Ընկերներ, մեր այսօրվա հյուրն էր Անի Աթաբեկյանը, Բարիեր ընկերությունների խմբի բիզնեսի զարգացման տնօրենը։